Բարևձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 7-րդ գլուխը։ Հասել ենք այն կետին, որտեղ Վիդուրան ինքը ընդհատեց իր հոգեորոշիչին եւ սկսեց արտասանել տեքստեր։ Մենք տեսնում ենք, որ Վիդուրան ինքը ներկայացնում է, թե ինչ է հասկացել Մայտրեյայի ուսուցումներից, չէ, եւ շարունակում է խոսել, ես կարդամ մեր այսօրվա տեքստերը եւ մենք քննարկենք նրա հարցերը։ Շրիմադ Բհագավատամ 3-րդ երկ 7-րդ գլուխ, տեքստ 20-րդ։ Նրանք, ովքեր հակված չեն ճգնություններ կատարելուն, դժվար թե հնարավորություն ունենան ծառայելու մաքուր նվիրալներին, ովքեր գնում են Աստծո թագավորություն վայկունդ համոլորակներ տանող ճանապարհով։ Մաքուր նվիրալները անդադար փառաբանում են Տիրոջ գերագույն անձնավորությանը, կիսաստվածների Տիրոջն ու բոլոր կենդանի էակների Տիրակալին, արարելով ամբողջական նյութական էներգիան մահատատվան եւ դրա միջոցով դրսևորելով զգայարաններով ու զգայարանների օրգաններով օժտված հսկայական տիեզերական կերպարանքը, Գերագույն Տերը մտավ դրա մեջ։ Պատճառական օվկիանոսի ջրերի վրա պառկած Պուրուշայի մարմնավորմանը անվանում են նյութական արարչության սկզբնական Պուրուշա, եւ նրա Վիրատրուպան, որը ներառում է բոլոր մոլորակները, իրենց բնակիչներով ունի հազարավոր ձեռքեր ու ոտքեր։ Ով մեծ Բրահմանա, դու ինձ ասացիր, որ Տիրոջ հսկայական Վիրատրուպան, նրա զգայարանները, զգայարանների օբյեկտները եւ կենսական օդի 10 հոսանքները համակված են կենսական էներգիայի 3 տեսակների հետ։ Հիմա խնդրում եմ, պատմիր ինձ այս կատեգորիաներից յուրաքանչյուրի ունեցած ուժերի մասին։ Ինձ թվում է, Տեր իմ, որ որդիների, թոռների եւ այլ ազգականների մեջ մարմնավորված էներգիան տարածվել է ամբողջ տիեզերքում կյանքի տարբեր տեսակների եւ ձևերի տեսքով։ Օգիտում Բրահմանա, խնդրում եմ, պատմիր ինձ, թե ինչպես կիսաստվածների առաջնորդը Պրաջապատին Բրահման որոշեց ստեղծել տարբեր մանուներ, դարերի կառավարիչներ։ Խնդրում եմ նկարագրիր նաև այդ բանուներին եւ նրանց սերունդները։ Ով Միտրայի որդի, պատմիր ինձ երկրից վերն ու ներքև գտնվող մոլորակների, դրանց չափերի, ինչպես նաև երկրային տիպի մոլորակների չափերի մասին։ Խնդրում եմ պատմիր ինձ կենդանի էակների տարբեր տեսակների, կենդանիների, մարդկանց, սաղմից ծնվածների, քրտինքից ծնվածների, կրկնակի ծնվածների, թռչուններ, բույսերի եւ մրգերի մասին։ Պատմիր ինձ դրանց ծագման եւ այն տեսակների մասին, որոնց դրանք բաժանվում են։ Պատմիր ինձ նյութական բնության գունաների մարմնավորումների, Բրահմայի, Վիշնուի եւ Մահեշվարայի, ինչպես նաև Տիրոջ գերագույն անձնավորության մարմնավորման եւ նրա փառավոր գործունեության մասին։ Ով մեծ իմաստուն, պատմիր ինձ մարդկային հասարակության դասերի եւ կարգերի, նրանց անդամների, առանձնահատուկ բնութագրերի եւ կենսակերպի, ինչպես նաև այն մասին, թե ինչ աստիճանի են նրանք վերհսկում իրենց միտքն ու զգայարանները։ Պատմիր նաև, թե ինչպես են առաջացել մեծ իմաստունները եւ վեդաների տարբեր բաժինները։ Խնդրում եմ նաև նկարագրել զոհաբերությունների տարբեր տեսակներն ու ձևերը, միստիկ յոգայի մեթոդները եւ վերլուծական գիտելիքների ուղին, նվիրված ծառայությունը եւ կարգավորիչ սկզբունքները, որոնց վրա հիմնված է դրանց պրակտիկան։ Խնդրում եմ պատմիր ինձ աթեիստների հայացքների, թերությունների եւ հակասությունների, խաչասերբան հետևանքների եւ կյանքի տարբեր տեսակների պատկանող կենդանի էակների, տեղաշարժերի մասին։
համաձայն իրենց գործունեության և նյութական բնության այն գունանների, որոնց ազդեցության տակ նրանք գտնվում են։ Դու կարող ես նաև բացատրել կրոնականության, տնտեսական զարգացման, զգայարանների բավարարման և ազատագրման այն պատճառները, որոնք չեն հակասում միմյանց, ինչպես նաև գոյությունը պահպանելու տարբեր միջոցներն ու օրենքի և կարգի պահպանման գործընթացները, որոնք նշված են Սուրբ գրություններում։ Պատմիր ինձ նաև նախնիների երկրպագության կանոնների պրակտիկայի ստեղծման, տարբեր մոլորակների, աստղերի և լուսատուների վրա ժամանակի հաշվարկի և տիեզերքում դրանց դիրքի մասին։ Խնդրում եմ պատմիր ինձ ողորմություն տալու, ճգնություններ կատարելու և ջրհորներ փորելու օգուտների մասին։ Պատմիր տնից հեռու գտնվողների կյանքի և այն մասին, թե ինչ պետք է անի մարդը վտանգավոր իրավիճակում հայտնվելիս։ Ով անմեղ, քանի որ Տերը, Տիրոջ անձնավորությունը, բոլոր կենդանի էակների Տերը, կրոնի և բոլոր նրանց Հայրն է, ովքեր պատրաստում են զբաղվել կրոնական գործունեությամբ, խնդրում եմ, ասա, թե ինչպես կարելի է լիովին բավարարել Տիրոջը։ Ով բրահմանների շարքում լավագույնը, հոգևոր ուսուցիչները միշտ ողորմած են կարիքավորների հանդեպ։ Նրանք միշտ ողորմություն են ցուցաբերում իրենց հետևորդների, աշակերտների և որդիների նկատմամբ։ Հոգևոր ուսուցիչը ներկայացնում է նրանց ողջ գիտելիքը առանց սպասելու, որ այդ մասին խնդրեն։ Խնդրում եմ, հաղորդիր, թե քանի անգամ են նյութական բնության բաղադրիչները ոչնչանում և ով է մնում կենդանի Տիրոջը ծառայելու համար, մինչ նա քնած է։ Որն է կենդանի էակների և Տիրոջ գերագույն անձնավորության իրական դիրքը, ինչ բնույթ ունեն նրանք, որն է վեդաներում զետեղված գիտելիքների հատուկ արժեքը և ինչու են անհրաժեշտ հոգևոր ուսուցիչը և նրա աշակերտները։ Ուրեմն, ինչպես տեսնում ենք, Մայտրեյան ինքը շատ բազմազան հարցեր տվեց։ Այստեղ մենք իրականում ունենք ամենաառաջի հերթին մի շատ կարևոր քննարկման թեմա, որը իրականում մենք արդեն քննարկել ենք, ուղղակի հիմա, որովհետև Վիդորայի հարցերը իրենք ահավոր բազմազան էին, ինչպես տեսակ, այսինքն մենք հիմա պետք է հասկանանք, թե ընդհանրապես ովքեր էին արիացիների հոգևոր ուսուցիչները։ Տեսեք, եթե դուք նկատեցիք, չէ, Վիդորան ինքը սկսեց խոսակցությունը այդ կետից, որ ինքը հիմա խնդրում է իր հոգևոր ուսուցչին, որպեսզի իր հոգևոր ուսուցիչը շարունակի պատմելը, ընդ որում, ինչպես մենք տեսանք, այդ շարունակելի մեջ մտնում է մանրամասնելը։ Ինքը բառակապակցությունը հոգևոր ուսուցիչ ենթադրում է, որ հոգևոր ուսուցիչը պետք է շատ լուրջ բանիմաց լինի այն թեմայի շուրջ, թե ինչպես պետք է զարգանա ընդհանրապես կենդանի էակը իր հոգևոր կյանքում։ Եվ իրականում հոգևոր ուսուցչից կարելի է պահանջել միայն դա։ Ինչ վերաբերվում է, ասենք, թե ինչ քանակով կամ ինչպիսի գիտելիք կա վերաբերվող նյութական աշխարհին, կառուցվածքին, այդ աշխարհի մեջ ապրող կենդանի էակներին, ապա մեր ժամանակներում մենք ունենք այդպիսի համոզմունք, որ դա գիտնականների տիրույթն է։ Բայց հիմա Մայտրեյայի հարցերով մենք տեսնում ենք, որ արիացիների հասարակության մեջ, ես բազմիցս եմ ասել, չէ, որ արիացիների հասարակության մեջ հենց հոգևորականներն էին, որ իրենք իրականում համել գիտնականներ էին։
Այսինքն, տեսեք, սա իրականում շատ կարևոր թեմա է, որովհետև այս թեմաներն են, որ այս թեմաների հասկացողությունն է, որ մեզ տալիս է պատկերացում, թե ընդհանրապես աստվածամերժության դարաշրջանում կրոնի հետ ինչ է արվում, չէ, ինչու համար է դա արվում եւ իրական կրոնը ինքը ինչ տեսք պիտի որ ունենա։ Տեսեք, մենք ասում ենք, որ մարդկային հասարակությունը ինքը բաղկացած է բանվոր գյուղացիական դասակարգից, առևտրական արդյունաբերողների դասակարգից, իշխանավորներից եւ զինվորների կարգից եւ ինտելեկտուալների կարգից։ Հիմա ամեն մի այս շերտը մարդկային հասարակության մեջ ունի իր ստույգ ֆունկցիան, որտեղ ինչ-որ խնդիրներ են լուծվում, որպեսզի մարդկային հասարակությունը լինի կարգավորված։ Ինչու է սա կարևոր։ Սա կարևոր է, որպեսզի ամեն մի ազնվորություն ինքը կարողանա ունենալ ապահով, հանգիստ կյանք, լինել պաշտպանված, ինչու համար, որովհետև մենք սա դες հետ քննարկել ենք, չէ, որ նյութական աշխարհ ըստ արիացիների գալիս են նախանց կենդանի էակները, եւ սա ինքնըստինքյան նշանակում է, չէ, որ նյութական աշխարհը ինքը անհանգստությունների, վախերի աշխարհ է, որտեղ ամեն կենդանի էակ ամեն վայրկյան կարող է սպասել, կարող է ստանալ իր կյանքում շատ բազմազան անհանգստություններ։ Ինչից է սա այդ իրականությունը ինքը առաջանում։ Իրականությունը ինքը առաջանում է այ գոյավիճակների տեսությունից, այսինքն ինչի մասին է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, չէ, որ նյութական աշխարհում ապրող կենդանիակները իրենք ձգտում են մեկը մյուսի հանդեպ առավելության։ Այդ առավելությանը իրենք ձգտում են, որպեսզի ավելի մեծ հնարավորություններ ունենան վայելել իրենց կյանքը։ Այդ նպատակներին հասնելու համար կենդանիակները իրենք կարող են ուրեմն դիմել բռնության եւ կարող են դիմել բռնության, կներեք մի րոպե անջատեմ, հա, ներողություն։ Կարող են դիմել բռնության, կարող են դիմել խորամանկության, հա, եւ կարող են դիմել պարզության։ Եվ դա կոչվում է այն, ինչ որ մենք դες հետ քննարկեցինք, որ նյութական աշխարհը ըստ արիացիների ենթարկվում է 3 օրինաչափությունների՝ տգիտության, կրկերի եւ առաքինության։ Հիմա տեսեք, երբ է կենդանիակը ինքը դիմում բռնության։ Տգիտության գոյավիճակ դա նշանակում է, որ մենք ունենք կենդանիակ, որի երկու առաջին գլխավոր բնութագրերը դա նրանք են, որ ինքը մի կողմից ուրեմն հակում չունի զարգանալու, հա, մյուս կողմից ինքը ալարկոտ է։ Հիմա ինքը ալարկոտ է, չէ, բայց ուզում է ամեն ինչ ունենալ, բայց չի սիրում աշխատել։ Սա է իր ներքին հոգեբանությունը։ Հիմա այտեսեք, եթե կենդանիակը իր ներսում ինքը պատրաստ չի իր կարիքները բավարարելու համար գործել, մենք դա կոչում ենք աշխատել, չէ, ինքը ինչ պիտի անի։ Ինքը պետք է խլի այն ազնվորությունների արդյունքները, որոնք որ իրենք գործել են, այսինքն աշխատել են, եւ դրա համար հնարավորություն են ստեղծել ունենալ բարեկեցիկ կյանք։ Շատ պարզ, հասարակ
խոսակցություններ են սրանք, չէ՞։ Եթե տեսեք հիմա, այ որպեսզի այդ բռնությունը հնարավոր, հասկացի, այ որ մարդը ինքը կարողանա խլի, ինքը ինչ պիտի ունենա, ուժի մեջ առավելություն, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, կարծում եմ, որ հատկապես ցայտուն էր այդ ամեն ինչը միջնադարում, մենք տեսնում ենք, որ ասենք մարդը ինքը կարող էր իր համար ինչ-որ միտեղ ունենար, մի հատ տուն սարքեր իր համար, բնության մեջ ընդհանրապես, նույնիսկ զինված չլիներ, զբաղվեր հողագործությամբ, եւ այդտեղ իր գոյությունը, կոպիտ ասած, յոլա տաներ, չէ՞։ Եվ մենք տեսնում ենք, որ մեկ էլ, ասենք, գալիս էին այդտեղ մարդիկ, որոնք իրենք զինված գալիս էին մտնում այդ մարդու տուն, այրում էին տունը, կանանց բռնաբարում, չգիտեմ, տղամարդկանց սպանում եւ ամբողջ ինչ որ կար չկար այդ տան մեջ, արժեքավոր, հատկապես ուտելիքը, վերջնումը դուրս էին գալիս։ Ու վերջ։ Չէ՞։ Նույն կերպ մենք տեսնում ենք, որ աստվածամերժության դարաշրջանում, երբ որ այդ ինչ է նշանակում, աստվածամերժության դարաշրջանում, տեսեք, մենք ձեզ հետ քննարկել ենք, չէ՞, տարբերությունը։ Մենք ասում ենք, այո, արիացիներն էլ էին գնում, կարող էին գնալ պատերազմով որևիցե մի երկիր։ Բայց իրանք դա ինչի համար էին անում։ Սա է ամենակարևորը, հասկանում եք, սովորաբար տղամարդիկ իրանք այդ հարցերի վրա ուշադրություն չեն դարձնում։ Իրանք միայն փաստում են այդ հանգամանքը, որ գնում էր պատերազմ։ Գնացին, զավթեցին, եւ արիացիները դա ուղղակի հզոր զինվորներ են եղել, որ sense ամբողջ աշխարհը զավթել են եւ ահռելի մեծ կայսրություն են կառուցել։ Հա։ Այո, կայսրությունը եղել է բավականին մեծ։ Դա իրապես այդպես է, չէ՞, բայց իրանք ինչ էին անում, երբ որ գալիս էին, ինչ որ ուրիշ պետություն էին գալիս, ուրիշ ազգի մոտ էին գալիս, իրանք ինչ էին անում։ Իրանք այդտեղ առաքինություն էին հաստատում, հասկանում եք, այսինքն անմիջապես դնում էին այնպիսի ղեկավար, այնպիսի արքա, չէ, որը չէր կողոպտում իր բնակչությանը, որը, ասենք, զբաղվում էր նրանով, որպեսզի ավելացնի բնակչության կրոնականությունը, նրանց առաքինությունը, չէ, որպեսզի հասարակության մեջ լինի արդարություն, որպեսզի հասարակությունը հենված լինի կրոնականության վրա։ Մենք տեսեք, ես բազմիցս դա ասել եմ, էլի, սա ռեալ շատ ֆանտաստիկ պահանջ է կրոնից, էլի, որտեղ այսպիսի պահանջ կրոնի առաջ ուրիշ ոչ մեկ չի դնում։ Հասկանում եք, չէ՞։ Ինչ են իրանք ասում։ Իրանք ասում են կրոնական ծիսակատարություններ, բարոյականության օրենքներ եւ դրա դիմաց տնտեսական զարգացում եւ ցանկությունների իրականացում։ Այսինքն սկզբից աշխատիր, ինչ է շարքում բարոյականության օրենքներ, 100 անգամ խոսել ենք դրա մասին, չէ՞։ Սկզբից աշխատիր քո ցանկությունների բարոյականության վրա, այսինքն որպեսզի դու չունենաս այնպիսի ցանկություններ, որոնց հիմքի վրա ուզում ես կամ պատրաստ ես ուրիշ կենդանիներին տառապանք պատճառել։ Սա է նշանակում, չէ՞, բարոյականություն։ Հասկանում եք։ Եվ այստեղ կրոնականությունը ինքը, այսինքն, եթե դու իսկա Աստված կա, չկա, հիմա արդեն սա կարևոր չի, կոնկրետ, այ ինչ էր արվում։ Հասկանում եք։ Եվ արվում էր դա, որ անձնավորությունը ինքը վերցնում է բարոյականության օրենքները, այսինքն աշխատում է իր ներքին աշխարհի հետ, աշխատում է իր նախանձի հետ, ագահության հետ, չարության հետ, հասկանում եք, չէ՞, ասենք, բան էլի այդ սեռական այլասերվածությունների հանդեպ հակումի հետ եւ այլն, բացասական բաների հետ է աշխատում, հաստատվում է առաքինության մեջ եւ հասարակությունը ապահովում է այդպիսի անձնավորության առաջին հերթին բարգավաճությունը։ Չէ՞, այսինքն երբ որ արիացիները իրենք գալիս էին ինչ-որ մի երկիր, իրանք անում էին այսա, որտեվ ամեն մի, ասենք, բան, չէ, կայսրություն, ինքը ինչ-որ մի գաղափարախոսություն է վերցնում, ինչ-որ մի նպատակ է իր առաջ դնում եւ այդ նպատակով զավթում է աշխարհը։ Հիմա, ինչ նպատակով էին աշխարհը զավթում արիացիները։
Իրանք որտեղ գնում էին, իրանք այդտեղ առաքինություն էին հաստատում։ Հասկանում եք։ Եվ սա ահռելի մեծ տարբերություն է։ Իսկ հենց որ գալիս ենք աստվածամերժության դարաշրջան, չէ՞, մի անգամից սկսում է։ Ուղղակի, ասած անմիջական բռնաբարություն բարձր խավերի ներկայացուցիչների կողմից ցածր խավերի ներկայացուցիչների հանդեպ։ Չէ՞։ Անմիջապես սկսվում է սովորական մարդու անպաշտպանվածությունը։ Նրա հետ ամեն տեսակի դաժանություններով, ես երեք ասենք կարդում էի, այ խնդրում եմ էլ ինձ մի հատ ասեք էլի, կարող է ես սխալ եմ գալում էլի, այ ինչպիսի ազգ դու պիտի լինես, որ քո ազգի ներկայացուցիչը, այսինքն արքաները, ունենան սովորություն, հա, փոքր երեխային, այսինքն կա արքայազնը, հա, եւ ունենալ մի հատ փոքր երեխա, որին մտրակում են կամ պատժում են, եթե արքայազնը ինչ-որ մի բան սխալ է արել։ Այսինքն արքայազնը ինչ-որ մի բան սխալ է անում, արքայազնին պատժելու փոխարեն պատժում են մի հատ ուրիշ փոքրիկ երեխայի։ Այ խնդրում եմ ինձ ասեք էլի, դուք պրոստը պատկերացրեք մարդը իր մեջ, ինչպիսին պիտի լինի, որ այդպիսի բան իրան թույլ տա։ Հա, այո, եւ իրոք էլ այսպես որ նայում ես, չէ, աստվածամերժության դարաշրջանում մարդուց ավելի վայրենի, ավելի գազան էակ ուղակի չկա։ Հա, մարդուց բարին էլ չկա, բայց մարդուց գազանն էլ չկա։ Հասկանում եք, չէ՞։ Եվ օրինակ ասենք, երբ որ մենք նայում ենք, չէ, արդեն երբ որ աստվածամերժության դարաշրջանն է գալիս եւ ծնվում են այդ ամենաանկած հոգիները, չէ՞, թե այդ պարագայում մարդիկ իրանք ինչեր կարող են իրար հետ անել, դա ֆանտազիատ չի հերիքում, որ դու պատկերացնես, որ մարդու մտքով կարող էր այդպիսի բան անցնել, որ մի հատ ուրիշ մարդու հետ կարելի է այսպես վարվել։ Հասկանում եք։ Եվ դրա համար ասենք, չէ, տեսեք, երբ որ իսկ աստվածամերժության դարաշրջանը ինքը հիմնականում գտնվում է տգիտության գոյավիճակի ազդեցության տակ։ Մի թեթև խառնվածք կա կրքերի գոյավիճակի։ Կրքերի գոյավիճակը ինքը շատ ավելի ցայտուն է արտահայտված բրոնզե դարաշրջանում։ Երբ որ կրոնականությունը ինքը արդեն որոշակի անկում է ապրել, բայց դեռ կա, այսինքն կան կրոնական պետություններ, չէ, բայց արդեն ընդհանուր առմամբ նյութական աշխարհում գիրքը ավելի գերիշխող է, չէ, ու դրանից հետո գալիս է աստվածամերժության դարաշրջան, որտեղ տգիտությունն է արդեն դառնում ավելի գերիշխող։ Տգիտության գոյավիճակը ինքը իր մեջ պարունակում է բռնության հանդեպ հակում։ Всё։ Հիմա տեսեք, երբ որ այդ բռնության հանդեպ հակումը ինքը մտավ, աշխարհը դարձավ, չէ, ամենավտանգավոր վայրը, որ մի մարդը կարող է, այսպես էլի, 5 րոպե իրան հանգիստ զգա։ Եվ օրինակ տեսեք, իմ սերունդը ինքը երևի թե ապրել է ամենաբարենպաստ ժամանակներում աստվածամերժության դարաշրջանի։ Հասկանում եք։ Հա, թեկուզ եւ մենք տեսել ենք, ասենք, սովետական միության կայսրության փլուզումը, այդտեղ շատ այսպես իհարկե շատ տրանսֆորմացիոն process-ներ են գնացել, չէ, եւ ինչպես բոլոր այդպիսի պարագաներում, ասենք, շատ կայացած մարդիկ դարձել են կներեք բոմժի կարգավիճակում, հա, եւ շատ բոմժի կարգավիճակում մարդիկ դարձել են մինչև ամենաբարձր աստիճանի անձնավորություններ ամբողջ սովետական միության, առաջվա սովետական միության տարածքում, չէ, տրանսֆորմացիաներ իհարկե եղել են, բայց ասենք այդ հանգիստ կյանքի, երբ որ կյանքը ինքը կանխատեսելի է, չէ, մենք ապրել ենք այդպիսի, երբ որ պատերազմից հետո, ասենք, տեսեք, մեր ծնողները իրանք կարող է եւ չեն տեսել պատերազմ, բայց իրանք անցել են անպայման
անցել են սովի միջով, անցել են շատ ծանր պայմանների միջով, անցել են այն իրավիճակներում, երբ որ երկիր պետք էր ոտքի կանգնացնել, չէ՞։ Իսկ մենք արդեն ծնվել ենք այն ժամանակ, երբ որ երկիրը արդեն բոլի-լիմենյա, ասենք, ոտքի էր կանգնած, հա, երբ որ կային պայմանագրեր, որոնք պատերազմից հետո բաշխվել էր, ասենք, հաղթանակած կողմերը ամեն մեկը իր բաժինը վերցրել էր, հաստատել էր իր կարգերը այդտեղ եւ այլն եւ այլն։ Այսինքն աշխարհը ինքը կանխատեսելի էր, այս է։ Ու ես միշտ ձեր ուշադրությունն եմ դարձնում, որ առաջի անգամ, երբ որ Թրամփը ինքը ընտրվեց որպես նախագահ, հայտարարությունը, որը ինքը արեց, որ հզոր պետությունները թող կայանան եւ ով կկայանա, մենք նրանց հետ գործ կունենանք, չէ՞։ Ինքը անմիջապես ուրեմն ամբողջ աշխարհը հանեց բոլոր տեսակի պայմանավորվածությունների միջից եւ գլխավոր ուրեմն հզոր երկիրները, դրանք են Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան, չէ՞, եւ ընդհանուր առմամբ Եվրոպան, թեկուզ Եվրոպան հիմա ինքը այդպիսի հավակնություններ չունի, ինքը ագրեսիա չունի, հենց ինքն էլ հիմա հարվածի տակ է եւ կարծում եմ, որ շատ ավելի մեծ խնդիր է դրված հիմա Եվրոպային վնաս տալ, քան թե իրականում թվում է, որ Ռուսաստանին։ Հասկանում եք, այսինքն ինքը միանգամից ձեռքերը ազատեց, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, հիմա գերպետությունների համար, ինչ որ միտեղ իրենց շահերը պաշտպանելու համար, այսպես առավոտը վեր կենաս մեկ էլ պարզվի, որ դու արդեն պատերազմի մեջ երկրի մեջ ես ապրում, չէ՞, սա դարձավ սովորական բան, չէ՞։ Եվ ասենք, այդ անհանգստությունները, չէ, որ մշտական կա այդ բռնության ենթարկվելու բանը, վտանգը, ինքը իրականում շատ ծանրացնում է, չէ, մարդու հոգեբանությունը։ Երբ որ մարդը ինքը մշտական վախի մեջ է ապրում, որ ինքը ամեն վայրկյան կարող է բռնության ենթարկվել, ամեն վայրկյան կարող է կողոպուտի ենթարկվել, չէ։ Իսկ նյութական աշխարհի բնույթը ինքը այդպիսին է, որ որպեսզի կենթանի մարդը հատկապես, որպեսզի բնության մեջ կարողանա ապրի, ինքը պետք է կուտակի։ Ինքը պետք է ուտելիք կուտակի, սնունդ կուտակի, ինքը պետք է, չգիտեմ, միջոցներ կուտակի եւ այլն, ինքը պիտի կուտակի, հատկապես ընտանիքը, դա առաջի հերթին տնտեսական զարգացում է։ Հասկանում եք, եւ երբ որ մարդը ինքը դա լարվածություն է, չէ՞, եւ դա այդ տգիտության մեջ գտնվող կենդանիների ամենաբնորոշ պահվածքն է։ Հիմա, եթե ազնվորությունը ինքը կրքերի վրա է իր մեջ հենված, չէ, տեսեք ունակ, կրքերի մեջ հենված ազնվորությունները, իրանք չեն ձգտում բռնակալ լինել։ Ինչու համար, որովհետև տեսեք ունակ, տգիտության գոյավիճակի մեջ, չէ, կենդանիակը ինքը այդպիսի հոգեբանություն ունի։ Այս աշխարհը վայելելու իրավունք ունեմ միայն ես, այդտեղ այդ միայն բառը ինքը ամենակարևորն է, միայն ես իրավունք ունեմ, չէ, եւ տեսեք, ասեք, իրանք շերտ են կազմում հասարակության մեջ, որոնք հենց այդպես են մտածում, որ այս պետության, այս հասարակության մեջ կյանքը վայելելու իրավունք ունենք միայն մենք։ Եվ այդ միայն մենքը ինքը դառնում է հիմք, երբ որ այդ միայն մենք հնարավոր իրավունք ունեցողները իրենք ուղղակի կողոպտում են նրանց, ովքեր անզեն են եւ անպաշտպան։ Կոչվում է սովորական ժողովուրդ։ Կրքոտները իրանք այդպիսին չեն։ Իրանք չեն ասում միայն մենք։ Իրանք ասում են մենք պիտի վայելենք ամենալավ վայելքը, այսինքն դուք էլ իրավունք ունեք վայելելու, բայց ամենաշատ վայելողները պիտի լինենք մենք։ Դա դեմոկրատական պետություններն են, դա բաներն են, ազատ աշխարհն է, այսինքն Միացյալ Նահանգները եւ Եվրոպան մեր ժամանակներում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա տեսեք, ասեք, չէ՞, այստեղ արդեն
սովորական մարդը ինքը մի քիչ շունչ է քաշում, որտեղ իրան թույլ է տրվում, որ ինքն էլ ինչ-որ կոպիտ ասած, ինչ-որ մի բանի տեր լինի։ Եվ այդտեղ առաջ են քաշվում մարդու իրավունքները եւ այլն եւ այլն։ Չէ՞, թեկուզ ասենք Աստված ոչանի այդպիսի մարդու իրավունքներից։ Օրինակ նայում ես, տեսնում ես օրինակ Փարիզը, որը ինքը համարվում է ես իմ դեմոկրատիայի աշխարհի առաջնորդներից մեկը, չէ՞։ Այնտեղ մարդը կարող է ապրել 9 քառակուսի մետրանոց տարածքում։ Այսինքն մի հատ հիմա այս պահին Հայաստանում մի հատ սովորական խոհանոցի մեջ։ Եվ այդ խոհանոցի համար մուծի 500 եվրո։ Դա էլ դեմոկրատիան։ Հասկանում եք, ամեն ինչ միանշանակ չի, չէ՞, բայց բոլոր դեպքերում ինչ որ պաշտպանվածություն կա, ինչ որ օրենք կա, բարձր ամենաթողություն չկա։ Լկտի կողոպուտը չկա ժողովրդի սովորական մարդկանց, չէ՞։ Հասկանում եք, ուրեմն բայց բոլոր դեպքերում այսա հիմա սա իրանք էլ գնում են այդ ճանապարհով ամենալավը մենք պիտի ամենաշատը մենք պիտի վայելենք հիմա տեսեք իրանք էլ ինչ են անում իրանք չեն աղքատացնում սովորական մարդուն հա բայց չեն էլ թողնում որ քիթը դուրս հանի դեպի վերև սա դեմոկրատ աշխարհը այսինքն Եվրոպան Այնտեղ էլ է գործում այդ կաստովի համակարգը, էլի ամեն մեկը չի կարող վերև բարձրանալ։ Հիմա գալիս է ազատ աշխարհը։ Ազատ աշխարհն էլ դա, Միացյալ Նահանգները բոլորս էլ գիտենք, որ դա, ասենք, Վելիկաբրիտանիայի, հա, Մեծ Բրիտանիայի կամ Անգլիայի հանցագործներն են, չէ՞, այնտեղ տեղափոխվել։ Որոնք իրենք ունեցել են արատավոր բնություն, չէ՞, եւ հիմնել են մի երկիր, որտեղ արատը իրավունք ունի ծաղկի։ Խմել, ծխել, սեռական այլասերվածություններ, չգիտեմ, այս են։ Հասկանում եք։ Եվ ասենք այս է, չէ՞, աստվածամերժության դաշտը, որը ինքը բոլոր դեպքերում բերում է անհանգստություններ։ Հիմա, իսկ արիական քաղաքակրթության մեջ ինքը այդպես չէր։ Երբ որ կար զավթողական պատերազմ, նա միշտ արվում էր, որտեղ, ասենք, այդ կողքի երկրները, չէ, արքան ինքը վատ էր պահում իր ժողովրդին։ Եվ այլացիներ իրան գնում, մտնում էին այդտեղ, փոխում էին արքային եւ այդտեղ հաստատում էին առաքինությունը։ Հասարակությունը, երբ որ ինքը առաքինության գոյավիճակի մեջ է հաստատված, չէ, այդտեղ մի շատ կարևոր բան է տեղի ունենում։ Բոլոր շերտերը հասարակության հավասարապես կարևոր են ընդունվում։ Եվ այդ սկզբունքներից, չէ, ինչ որ բաներ անգլոսաքսերը իրանք վերցրել են, երբ որ իրանք հնդկաստանում են։ Շատ լավ ուսումնասիրել են իրանք արիացիների թեորիան, չէ։ Եվ այդ դա է, էլի որ, ասենք, շատ կարևոր սկզբունքներ են ընդունել։ Իրականում այդ դեմոկրատիա կոչվածը, չէ, ինքը շատ կարևոր սկզբունքներ է ընդունել։ Որն է, ասենք, կարևոր սկզբունքներից մեկն է։ Մարդը ինքը պատասխան չի տալիս իր ընտանիքի անդամների արարքների համար։ Ամեն մարդ գնահատվում է ըստ կոնկրետ իր արժանինքների։ Ինչու՞։ Սա իրականում սա շատ օբյեկտիվ եւ շատ ճիշտ սկզբունք է աստվածամերժության դարաշրջանում, ինչու համար, որովհետեւ արիացիները իրենք նախապես ասել են աստվածամերժության դարաշրջանում, հա, սատանիստների ընտանիքներում կարող են ծնվել սրբեր, իսկ սրբերի ընտանիքներում կարող են ծնվել դեմոններ, այսինքն շիլաշփոթ է, ինչու, որովհետեւ այդ դարաշրջանի վրա գլխավոր ազդեցություն ունի տգիտության գոյավիճակը, իսկ տգիտության գոյավիճակը դա
սևը սպիտակ է, սպիտակը սև, այսինքն ամեն ինչը շուռ է տրված գլխի վայր։ Հասկանում եք, եւ այս իրականությունն է, որ ջղայնացնում է մարդուն։ Եթե մարդը իր մեջ, ասենք, ինչ-որ այդպիսի պատկերացումներ ունի, որը հիմա մեր դարաշրջանում հնարավոր է արդար պետություններ հաստատել, այդպիսի բան գոյություն չունի մեր դարաշրջանում։ Այդ որ մենք հասկանում ենք, միանգամից հանգստանում ենք, էլի, եւ ասենք ավելնորդ սպասումներ չենք ունենում աշխարհից։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է։ Հիմա ինչու եմ ես այս ամեն ինչը ասում։ Տեսեք, ասեք, չէ, արիական քաղաքակրթության մեջ այդ բաները, կաստաները, չէ, իրանք բոլորը հավասարաչափ կարևորվում էին, որովհետև եթե դու արհամարում ես բանվորին, դու չես կարող ստանալ որակյալ կյանք, որովհետև բաները, վարպետները, չէ, դրանք բանվոր գյուղացիական դասակարգում են, չես կարող ստանալ ոչ որակյալ կերակուր, ոչ էլ որակյալ ծարապես կենցաղ։ Հասկանում եք, հիմա, եթե դու վնասում ես բաներին, արդյունաբերողներին կամ առևտրականներին, չէ, դու չես կարող ապահովել երկրի հարստությունը։ Կամ եթե դու չես կարողանում ապահովել, որ առևտրականները լինեն առաքինի, առևտրականները կողոպտում են։ Այսինքն, կողոպտելը որն է։ 5 կոպեկանոց իրը վաճառվում է 10 ռուբլով։ Հասկանում եք։ Հիմա, սիրելիներս, ուրեմն, երբ որ բոլորը իրանք հավասարաչափ կարևորվում են եւ բոլորը ունեն իրանց ֆունկցիաները, գլխավոր սկզբունքը արիացիների, որ ոչ միայն մասնագիտական պատրաստվածություն էր պահանջվում արիացուց առաջին հերթին պահանջվում էր, ասեք, առաջին հերթին արիացուց պահանջվում էր որակ։ Ոչ մեկին թույլ չէին տա ինչ-որ մի դիրք գրավել հասարակության մեջ, չէ, եթե ինքը մասնագիտական վարպետություն ուներ, բայց համապատասխան որակ, այսինքն առաքինություն իր մեջ չուներ։ Հասկանում եք, տեսեք, օրինակ, մեր ժամանակներում մենք պարզ տեսնում ենք, չէ, որ այդ սկզբունքը ինքը սխալ սկզբունք է։ Այո, մեր ժամանակներում բոլոր երկրներում կան ազնվորություններ, որոնք իրենք մասնագիտական տեսանկյունից շատ բարձր մակարդակ ունեն։ Չէ, բայց օրինակ, գիտակցությունը գտնվում է տգիտության գոյավիճակի մեջ։ Ինչ է անելու ինքը իր մասնագիտական ունակությունները։ Այդ իր բոլոր մասնագիտական ունակությունները ինքը օգտագործելու է միայն մի ուղղությամբ, որպեսզի կողոպտի։ Հասկանում եք, ինչ են անելու էլի այդ կրքոտները եւ բռնության հանդեպ հակում ունեցողները, իրանք ինչ են անելու, եթե ինչ-որ մի բանը լավ անել գիտեն։ Ոչ մի լավ բան չեն անելու, չէ՞։ Հասկանում եք։ Դրա համար ինքը այսա շատ կարևոր սկզբունքներ են, որ ամեն մեկը ինքը լինի իր տեղում, չէ՞։ Եվ հիմա տեսեք, իրական կրոնական դաշտում, չէ՞, այդ որ ասում ենք ինտելեկտուալների խավ, դրանք եղել են բրահմանները, դրանք եղել են հասարակության ամենամաքուր մարդիկ։ Եվ հիմա կարևոր բան։ Այդ ամենամաքուրներին էին արիացիները թույլ տալի զբաղվել գիտությամբ։ Այսինքն, որպեսզի անձնավորությունը ինքը զբաղվեր գիտությամբ, ինքը պետք է լիներ հոգևորականների խավի ներկայացուցիչ։ Տեսեք, մեր ժամանակներում, չէ՞, մարդը ինքը կարող է լինել բանվոր դասակարգից եւ դառնալ գիտնական։ Ինքը կարող է լինել առևտրականների դասակարգից եւ դառնալ գիտնական։ Ինքը կարող է լինել բնությամբ, էլի, բնությամբ կարող է լինել իշխանավորների դասակարգից, բայց լինել գիտնական։
ինքը կարող է լինել աթեիստ, այսինքն ունենալ իր մեջ արատների ամբողջ բազմազանությունը, ինչ արատ որ կա, ինքը կարող է իր մեջ դա ունենա եւ զբաղվել գիտությամբ, չէ՞։ Տեսեք օրինակ ասենք, հիմա այս պահին փաստացի, ես առաջ մի քիչ ջղայնությամբ էի վերաբերվում նրան, հիմա շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում, որտեղ մարդիկ իրենք ճիքեր են գործադրել եւ արժանի են այդ արդյունքին, չէ՞։ Աշխարհում գրեթե այդպիսի գիտական լաբորատորիա չկա, որը չի գտնվում այդ մարդկանց ձեռքը։ Չէ՞։ Եվ ինչ են անում իրանք։ Այսինքն իրանք օգտագործել են բոլոր ազգերի, բոլոր պետությունների գիտական լաբորատորիաները, այնտեղ անցկացրել են փորձեր, հա, մեծ բանիմացություն են զարգացրել, տեխնոլոգիաներ են զարգացրել, բայց որովհետև իրականացնողները իրանք են եղել, ցանկացած գիտելիք, որը այդտեղ մշակվել է, իրենք տարել են իրանց, չէ՞։ Եվ այսօր իրենք տիրապետում են այնպիսի տեխնոլոգիաների, որ արդեն բացահայտ խոսում են նրա մասին, որ այնպիսի կլիմատիկ զենքեր ունեն, որ կարող են, պատկերավոր ասած, մի գիշերում օրինակ ոչնչացնել Միացյալ Նահանգները, որովհետև Միացյալ Նահանգների տակը գտնվում են պլիտաներ, որոնք եթե այդտեղ լավ գիտես, թե որ կետին պիտի խփես, այդտեղ մի հատ այնպիսի երկրաշարժ կլինի, որ ուղղակի Միացյալ Նահանգները կանցնեն ջրի տակ։ Չէ՞։ Եվ հիմա մենք արդեն տեղյակ չենք իրականում իրականությունից։ Մեզ իրականությունը այլևս ոչ մեկ չի պատմում, այդ նորություն բան, հեսա նորություններ իրանք այնպիսի տպավորություն են, ոնց որ աշխարհում գոյություն ունեն միայն 3 հատ պետություն, որի մեջ ինչ-որ բան է տեղի ունենում, էլի, եւ մենք մշտական լսում ենք նորություններ այդ 3-4 պետությունների մասին, ոնց որ թե աշխարհում ուրիշ ոչ մի բան չի կատարվում, ուրիշ ոչ մի պետություն չկա։ Բայց տեսեք, ասենք, չէ՞։ Եվ հիմա իրանք շատ բացահայտ խոսում են այդ ամեն ինչի մասին։ Կարող ենք անել այսպես, կարող ենք անել այնպես, չէ՞, դա նշանակում է, չէ՞, որ արդեն կա ինչ-որ մի ռեսուրս, այն որ ժամանակին մի ազնվորություն ասում էր թևերը ոլորեն, ցանկացած թևերը դնեն ոլորեն եւ ինչ ուզում են այն էլ ստանան։ Սա է հոգեբանությունը այդ դարաշրջանում ծնվող կենդանի էակների, չէ՞, հիմա տեսեք արիացիները իրենք գիտությունը վստահում էին միայն ամենաառաքինին։ Ինչ էր սա տալի։ Սա տալիս է սովորական բան, հասկանում եք, երբ որ անձնավորությունը ինքը առաքինի է, իր մտքի ծայրով չի անցնի, որ կարելի է ստեղծել լաբորատորիա, որտեղ կարելի է ուրեմն մշակել բան բիո զենք, չէ՞, որը ում համար է նախատեսված, անզեն մարդկանց, որտեղ ասած էլի մարդկանց կարելի է երեխաներին, ծերերին, կանանց, անզեն տղամարդկանց, չգիտեմ, բոլորին, այսպես մի անգամից ինչ-որ մի հատ բան մտցնել այդտեղ, հա, բոլորին ուղղակի 5 րոպեում ոչնչացնել եւ ստանալ ոտքերի վրա կանգնած քաղաք կամ ոչ մի բանը չվնասված պետություն։ Տեսեք, երբ որ մարդը ինքը արատավոր է, չէ՞, ինքը իրան կարող է թույլ տալ նստել, լինել գիտնական եւ նստել ու մշակել բան, որտեղ կարելի է ոչնչացնել անզեն մարդուն, ով որ չի կարող պաշտպանել։ Հասկանում եք, արիացու համար, այս ինչ-որ ես հիմա ասում եմ, չէ՞, մտքի ծայրով այդպիսի բան անցներ, ինքը ինքնասպան կլիներ։ Կմտածեր, ինքը իր մասին կմտածեր, ես ինչ տականք եմ ես դարձել, ես ինչի մասին եմ ես մտածում։ Դրա համար արիացիները իրենք կարևորում էին դա։ Հասկանում եք, եւ օրինակ ասենք, այդ военная промышленность, այդ
զինվորական արդյունաբերությունը, չգիտեմ ոնց ասեմ, էլի, հասկանում չեք ինչ եմ ասում։ Այդ դրանք իրանք մշակում էին միայն զենքեր, որտեղ մի զինվածը պիտի կռվեր միայն մյուս զինվածի հետ։ Եվ այո, այդտեղ կարևորվում էր ով է ավելի լավ զինված։ Կարող ես ավելի լավ զինված եղի, որն է խնդիրը։ Հասկանում եք, չէ՞, եւ տեսեք, ասենք, հիմա արիացիների գրվածքները, իրենք խոսում են դրա մասին, չէ՞։ Այս տեքստերն են քննարկում, չկարծեք թե ես շեղվել եմ։ Հա, մենք խոսում ենք դրա մասին, արիացիները իրանք շատ են խոսում դրա մասին, մենք հեսա որ մտնենք պատմությունների մեջ, դուք կտեսնեք, չէ, որ կիսաստվածները իրենք շատ հաճախ զինում էին մեր մոլորակի վրա ապրող զինվորներին։ Բայց ոչ մի զինվորի մտքով անգամ չէր կարող անցնել։ Մնացել սովորական մարդկանց։ Դա անպայման պիտի առաջինը աներ դիմացինը, որպեսզի ստանար համապատասխան պատասխան։ Հասկանում եք, ինչի համար եմ ես այս ամեն ինչը խոսում։ Եթե դուք զգացիք, չէ, Վիդուրան ինքը Մայտրեյային հարցեր է տալիս, որտեղ Մայտրեյան ինքը պետք է լինի բիոլոգ, ֆիզիկոս, աստրոլոգ, չէ, չգիտեմ, էզոտերիկ, փիլիսոփա, հոգևոր, հա, այսինքն ինքը պետք է լինի, ասեց, ոչ թե միայն պրոստը գիտնական, որտեղ բոլոր հարցերը ինքը տգացիկ ինչ հարցեր տվեց։ Վիդուրան ինքը հարցրեց, պատմի ինձի բոլոր կենդանիների մասին, պատմի ինձի բնության մասին, պատմի ինձի տիեզերքի կառուցվածքի մասին, ինքը այնպիսի հարցեր էր տալիս մի անձնավորությանը, որը ինքը պիտի այդ ամեն ինչ իմանար, որպեսզի կարողանար այդ հարցերին պատասխանել։ Իմացել եք։ Եվ այսա ինքը այ խոսում է, թե ինչպիսին էր արիական քաղաքակրթությունը եւ ինչպիսին էին արիական քաղաքակրթության մեջ այն ինչ որ իրանք ասում են սրբեր։ Մայտրեյան ինքը հոգևոր ուսուցիչ է։ Բայց Վիդուրան ինքը հաստատ գիտի, որ ինքը այդ ամեն ինչը գիտի բոլորի մասին։ Պատկերացնում եք մոտավորապես այդ հարցերը, որ Վիդուրան իրան թույլ տվեց։ Չէ, օրինակ ասենք, ես իմ վրա եմ վերցնում, երբեք, այս ամբողջ կյանքում երբեք չեմ ունեցել ոչ մի հարցում այդպիսի ուսուցիչ կամ նաստավնիկ, բան էլի, մասնավորություն, որից ես ինչ-որ բաներ եմ գիտելիք եմ ընդունում, չէ, որին ես կարող էի այն մի անձնավորությանը հարցերի այսպիսի պալիտրայով դիմեի, որ համ իմաստուն պիտի լինես, համ գիտնական պիտի լինես, համ բիոլոգ, համ ֆիզիկ, համ քիմիկ, համ չգիտեմ ինչ, ամեն, որպեսզի կարողանաս այս բոլոր հարցերին, որը Վիդուրան տվեց, պատասխանել։ Եվ մենք կտեսնենք, թե ինչպիսի խորությամբ ընդհանրապես Մայտրեյան ինքը կսկսի պատասխանել, որտեղ ընդհանրապես Բհագավատամը ինքը շատ երկար ընթանում է Շուկադևը Գոսվամին ինքը պատմում է, թե ինչ հարցերի է պատասխանել Մայտրեյան, երբ որ ինքը հանդիպեց Վիդուրայի հետ։ Եվ մենք այդ խոսակցությունը երկար ժամանակ քննարկելու ենք։ Հա? Ու տեսեք, ասենք, չէ, այսինքն ինքը այն կենթանու բնությունից մինչև ինչպես է արարվել նյութական աշխարհը, այդ ամբողջի մասին հարցրեց մի մարդու։ Մեր ժամանակներում դա անհնար բան է։
որպեսզի ազնվորությունը ինքը այդքան բան լինի, չէ՞։ Հասկանում եք, հիմա տեսեք, երբ որ գալիս է աստվածամերժությունը, չէ՞, աստվածամերժության ամենակարևոր բանը, որ փոխվում է, այդ դարաշրջանը, որ փոխվեց, ամենակարևոր բանը, որը փոխվում է, դա նա է, որ ոչ մի կենդանի էակից, ըստ տնավարի ասեմ էլի, մարդկություն այլևս չի պահանջվում։ Եվ մարդկանց կարող են ստիպել ասել հայր մի արքայի, որը ուղղակի սրիկա է, փչացած, այլասերված, ագահ, փառասեր, ժողովրդին կողոպտող, տառապանք պատճառող, անարդար, չգիտեմ, եսի միջ կեղտոտություններ անող իր իշխանությունը պահպանելու համար, չէ՞, ու այդպիսի անձնավորությունը, չէ՞, այդ տգիտության գոյավիճակ, աստվածամերժության դարաշրջանի ապրող սովորական մարդիկ կարող են կոչել հայր։ Ասենք, որ իսկ ասենք այդ արքային հայր կոչելու սովորությունը, դա արիական քաղաքակրթության մեջ էր, որովհետև այնտեղ արքան ինքը առաքինի էր եւ ինքը ռեալ հայրություն էր անում, ինքը ռեալ իր ամբողջ ժողովրդին, ամբողջ պետության մեջ գտնվող քաղաքացիներին վերաբերվում էր այ հարազատի պես, որպես իր երեխաներ, ու դա էր պատճառը, որ ինքը հոգ էր տանում։ Հասկանում եք, երբ որ մենք նայում ենք, տեսնում ենք մեր դարաշրջանում, չէ՞, մեր դարաշրջանում շատ հաճախ առաջնորդները իրենք զբաղված են միայն իրենց ընտանիքների, իրենց բարեկամների, իրենց մտերիմների հարստությամբ, չէ՞, եւ իրենք կարող են, եթե մենք ժամանակակից լեզվով ասենք, օրինակ միլիարդավոր դոլարների կարողություն բանանեն մի քանի տարում իրենց եւ իրենց ընտանիքի անդամների համար, իսկ երբ որ խոսքը գնում է սովորական ժողովրդի մասին, կարող են ասեն 1000 դրամով ընդամենը կարող ենք ավելացնել ձեր աշխատանքան թոշակը։ Եվ դուք պիտի 30,000 դրամով կարողանաք ապրել։ Օրինակ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդ ամեն ինչը ինքը միանգամից ակնհայտ է, չէ՞, որ այդ հայրությունը, այսինքն այդ որ մարդը ինքը սրտացավ է այն ազնվորությունների համար, ովքեր իրան վստահված են, որ ինքը պաշտպանի, որտեղ ի նշանակում արքայի դիրքը, առաջնորդի դիրքը Աստծո կողմից, չէ՞, ինքը նրան է այդ առաջնորդի դիրքը մարդկային հասարակությունում նրա համար է, որպեսզի առաջնորդը ինքը պաշտպանի եւ հոգ տանի, ոչ թե կողոպտի, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, երբ որ չկա ներքին առաքինությունը, այդպիսի իրավիճակներ են ստացվում։ Հիմա մյուս կողմից էլ, չէ՞, պես այդ երկու ստեկ է, էլի, որ ասենք համ վերևներում են արատավոր անձնավորություններ հասնում այդտեղ եւ հաստատվում, չէ՞։ Հիմա, բայց տակից էլ մենք հայրով մի լավ ասացվածք ունենք, այդ ասացվածքը իրականում ճիշտ է, որ ամեն ազգ ունի այն առաջնորդը, որին արժանի է։ Հասկանում եք, եւ եթե ազգաբնակչությունը ընդհանրապես ինքը հակում ունի գողությունների, մեկը մյուսին գցելու, մեկը մյուսին վնաս տալու, իրան նախանձելու, չգիտեմ, բռնություն գործադրելու, եսի միջ, հենց այդպիսի հասարակության մեջ բոլորը այդպիսինն են։ Ում էլ ընտրես ինքը մեծամասամբ էլի, ում էլ ընտրես ինքը այդ նույն բանն է անելու։ Ոչ մի տարբերություն չկա։ Հասկանում եք։ Իսկ արիական քաղաքակրթության մեջ ինքը հաստատված է առաքինության մեջ։ Ես միշտ ասել եմ, ասում եմ ու ասելու եմ, արիացիները մեզ համար այլ մոլորակայիններ են։ Մեզ իրենց հոգեբանությունը ընդհանրապես հասկանալի չի։ Որտեղ մենք դժույլ անգամ չունենք այն բնության մեր սրտի մեջ, ինչ որ ունեին արիացիները։ Չէ՞։ Եվ մենք ասենք վկա եղանք, թե ինչպիսի բազմազանության հարցեր իրեն թույլ տվեց Մայտրեյը, իսկ ինքը հարցերը չեմ ուզում քննարկեմ,
որովհետև ակնհայտ էր, թե ինչ թեմաներով հարցեր տվեց Մայտրեյան, ասեք Վիդուրան, կներեք, եւ մենք ասեք հարցերը չվերջացրեցինք, վաղը այդ հարցերն էլ կվերջացնենք եւ արդեն էլ ոչ մի հանդիպում չի լինի, այսինքն մենք կվերջացնենք այդ Վիդուրայի հարցերը, որպեսզի Աստծո կողմով խաղաղություն լինի եւ ամեն ինչ լավ լինի։ Կհանդիպենք նոր տարուց հետո եւ արդեն կսկսենք ուսումնասիրել, թե ինչ պատասխաններ տվեց։ Իսկ այսօր ասքանը սիրելիներս, ստեսություն ձեզ։